Եվ ամենակարևորը, որ սեր առ ինքդ քեզ։ Այստեղ մենք խնդիր ունենք, որովհետև թե այցելուների հետ աշխատանքում, թե հիմա կառավարման ոլորտի, իմ կորպորատիվ ոլորտի հետ իմ աշխատանքում, սեր առ ինքդ քեզ դիտարկվում է որպես էգոիզմ եւ բնականաբար բացասական երանգով։ Այո, հոգեբանը նաեւ պետք է զգույշ լինի։ Շատ հաճախ հոգեբանը տեսնում է բաներ, որոնք չի կարող բարձրաձայնել, որովհետեւ այցելուն պատրաստ չի։ Հետագիր որ մենք անմահ լինենք, մեր վարքագիծը ինչպիսին կլիներ։ Ես կարծում եմ մենք լոդերներ կդառնանք բոլորս։ Ես խորապես վստահ եմ, սա նաև իմ մենեջմենտի փորձից, որ երբ որ մարդը չունի deadline, չունի սահմանագիծ, ինքը չի անում է միայն ամենավերջին, կհիշես նաև մեր քննության տարիներին։ Իհարկե։ Ցանկացած վախ վերջին հաշվով մահվան վախ է։ Ես շատ եմ սիրում սա ապացուցել, գրեթե միշտ ապացուցում եմ, բայց մարդը սովորական վախերին այլ կերպ է վերաբերվում, եթե չի գիտակցում, որ դրա խորքում մահվան վախն է, եւ մահվան վախին լրիվ այլ կերպ է վերաբերվում։ Եվ ես կարծում եմ, որ նույնը ինչ որ ցույց տվեց հետազոտությունը, սրա հիմքում կա բավական կրոնական հիմք։ Շուրջան ողջույն։ Ողջույն Լենջան։ Շատ ուրախ եմ քեզ հանդիպել։ Երկար պլանավորում էինք, բայց սպասված հանդիպումը եւ կարծում շատ հետաքրքիր թեմաների շուրջ ենք այսօր զրուցելու։ Ու շատ հետաքրքիր ճանապարհ ես անցել եւ ունես 4 բարձրագույն կրթություն, այսինքն 4 մասնագիտացում ես ստացել ըստ էության եւ վերջինը հոգեբանությունն է։ Սկսենք հոգեբանությունից։ Շատ հետաքրքիր եւ շատ լայն ոլորտ է։ Այո։ Ես էլ շատ ուրախ եմ, իրոք երկար սպասված, հուսանք, չենք հուսախաբվի։ Մեր կարողանանք վստահաբար չէ։ Այո, 4 մասնագիտություն, կյանքի 4 տարբեր էտապներում ձեռք բերված եւ իրոք հոգեբանության առանձնահատկությունն այն է, որ ոչ միայն հետաքրքիր ոլորտ է, իմ կարծիքով այն անկյունակարային է։ Անկյունակարային է ցանկացած անհատի համար, վերջացրած մինչև երկրների կառավարմամբ եւ շատ ավելի խորքային եւ իսկ իմ համար ինքը անկյունակարային էր, որովհետեւ ընտրվեց արդեն շատ հասուն տարիքում 40-ն անց, երբ որ որոշումներիդ հետևում ոչ սպոնտան որոշումներ են, ոչ ծնողների դրդում են, ոչ հասարակության ճնշման արդյունքը քո ներքին մղումն է։ Իսկ դու եկա հասա դրան։ Այստեղ ուզում եմ Յունգին ցիտեմ, որովհետեւ Յունգը ասում է, որ մինչև 40 տարեկան մենք դեռ ոնց որ փորձում ենք կյանք, այսինքն սևագիր ենք անում, այսպես ասած, եւ 40-ից հետո նոր սկսվում է այն իրական կյանքը, որին արժանացել ենք մինչև 40 տարեկան մեր ապրածով, այսպես ասած։ Հետաքրքիր է։ Այո, եւ երևի այդ տեսանկյունից հենց հոգեբանությունը մի առանձնահատուկ դեր ունի իմ կյանքում եւ չգիտեմ, օրինակ մինչև 40 տարեկան հնարավոր, ասենք լուրջ հոգեբանի ել, եթե չես անցել ինչ-որ կյանքի ճանապարհ, չես բեր որոշակի գիտելիքներ ու փորձառություն, միայն կրթությամբ, ասենք ավարտեցիր հոգեբանության ֆակուլտետը, մագիստրատուրան ու սկսում ես աշխատել հոգեբան։ Քո կարծիքով այդպես լինում է եւ այդպես ճիշտ է։ Այսպեսի մի բան կա, որ հոգեբանության մեջ չենք ասում ճիշտ կամ սխալ։ Եթե այդպես է, բնականաբար մարդիկ կան, որ շատ ավելի վաղ տարիքում են կողմնորոշվում եւ դա իրենց կյանքի մասնագիտությունն է եւ ավելի վաղ տարիքից էլ կարողանում են հենց խորանալ։ Ես նույնիսկ նախանձում եմ այդ տեսակ մարդկանց, որ իրենք ավելի շուտ են գիտակցել։ Բայց բնականաբար կան նաեւ մարդիկ, որ այ այն իմ ասացի պես, հասարակության ճնշմամբ կամ հարմար ֆակուլտետ է, աղջիկներին հարմար ֆակուլտետ է եւ այլն այսպիսի տրամաբանությամբ HR-ին, լավ որտեվ HR-ը հիմա շատ տարածված է մասնագիտությունը, բայց բնականաբար մարդիկ ում համար հոգեբանությունը հենց կյանքի մասնագիտություն է, ես կարծում եմ իրանք դեռ, չգիտեմ, 17-18 տարեկանից էլ կարող է դա գիտակցեն։ Ինձ թվում է անհատից է կախված։
Շուշի, իսկ հոգեբան դառնալու համար միայն կրթությունը բավարար է, թե ինչ պետք է ինչ-որ մարդկային հատկանիշներ, ինչ-որ որակներ, որպեսզի հոգեբանը աշխատի։ Քո կարծիքով։ Չէ, վստահաբար պետք են որակներ։ Անկեղծ ասած, ես երբ որ մտա հոգեբանություն, ես չի պլանավորում դառնալ պրակտիկ հոգեբան։ Ես հոգեբանություն ուսումնասիրում եմ իմ համար, իմ ընթացիկ աշխատանքի, իմ գործընկերների հետ հարաբերությունները ավելի ճիշտ դասավորելու համար, բայց ընթացքում պարզվեց, որ այն որակական հատկանիշները, որոնք ես ունեմ, հենց շատ համապատասխանում են հոգեբանի որակական հատկանիշներին ու արդյունքում նույնիսկ եթե ինչ-որ բան պետքա ստացվի, ոնց որ ստացվում է ինքնաբերաբար, հա, եւ այդ իմ պրակտիկ հոգեբան դառնալը դարձավ ինքնաբերաբար ելնելով հենց այդ հատկանիշներից, որոնցից երկու կարևորը ըստ իս դա էմպաթիան եւ վերլուծելու ունակությունն է։ Երկու ունակություն, որոնք շատ քիչ է որ համատեղվում են, որովհետև հիմնականում վերլուծական միտքը ավելի հատուկ է մաթեմատիկական միտք ունեցող մարդկանց եւ իրենք մոտ էմպաթիան է ավելի թույլ։ Էմպաթիան ապրումակցում է, այսինքն դիմացինի էմոցիան զգալը, քեզ իր տեղը պատկերացնելը առանց անձնական սահմանները խախտելու, առանց իր ցավը քո վրա վերցնելու, որովհետև հենց իր ցավը վերցրեցիր, չես կարող իրեն օգնել։ Այսինքն պետք է այնպես անես, որ իրեն զգաս, բայց չվերցնես, որպեսզի կարողանաս օգնել։ Եվ ես խորապես համոզված եմ, որ լավ հոգեբան դառնալու, մարդկանց օգնելու, հա, իրոք օգնելու համար շատ կարևոր է, որ հոգեբանը լինի էմպաթիկ եւ անալիտիկ ուղեղով, վերլուծական ուղեղով, որովհետև պետք է շատ հարկավոր է, որպեսզի կարողանաս պատճառ-հետևանքային կապերը իրար գտնել, հա, շատ հաճախ լինում է, որ մեր սեանսների ընթացքում, որ օրինակ ինչ-որ բան այցելուն ասում է, եւ ես դե անալիզ անում եմ, կապը գտնում եմ, ու մեկ էլ ասում, իսկ ինչ է կարծում, օրինակ դա կապ ունի մեր օրինակ, որ 5 սեանս առաջ խոսեցինք այս ինչ բանի մասին, ու ինքը, բայց այդ ոնց դուք հիշեցիք եւ այլն, բայց եւ կապը ավտոմատ է ստացվում, հենց դա հենց այդ վերլուծական մտքի ունակությունն է, որ դու ընթացիկ ես վերլուծում, ոչ թե դնում ես վերլուծում ես, այդ ընթացիկ վերլուծական միտքը աշխատում է եւ կապերը գտնվում են եւ կարողանում ես օգնել մարդկանց։ Շուշա, որ հոգեբանությունից խոսում ենք, ես հիմա հիշեցի, որ ըստ տարիներ առաջ մի հարցազրույց էի նայում Գուրչենկոյի հետ, այնպես չի որ լավ դերասան է, իմ սիրածներից չէ, բայց լավն է, եւ հիշում եմ հարցազրույցի ընթացքում ինտերվյուերը ինքը հարց տվեց ինտերվյուերին, ասաց. «Իսկ դուք չեք ուզում ինձ հարցնել, ես սիրահարված եմ թե ոչ»։ Ինքը երևի 60-ից 70-ի մոտ էր, այլայլվեց, ասաց. «Իսկ դուք սիրահարված եք»։ Ասաց. «Այո»։ Ինչի է այս նախապատմությունը, ինչի համար է։ Ուզում հարցնել մարդու հոգին իսկապես գաղտնիք է, որովհետև այդտեղից ես զգացի, որ ամեն ինչ չէ, որ այդքան տեսանելի է, չգիտեմ, հոգեբանի համար ինչպես է։ Ընթացքում ինչ է հասկանում հոգեբանը, մարդու հոգին գաղտնիք է, թե հնարավոր է այնի վերջո բացահայտել, չգիտեմ, մասամբ կամ ամբողջովին։ Մարդու հոգին հնարավոր է բացահայտել այնքան, որքան մարդը պատրաստ է, որ իր հոգին բացահայտվի։ Հենց ուղիղ այդքան։ Եվ պատրաստ է գիտակցաբար կամ անգիտակցաբար, այսինքն մարդը կարող է նաև գիտակցաբար դիմադրել, բայց անգիտակցաբար պատրաստ լինել։ Այդ դեպքում նույնպես հնարավոր է հոգին բացահայտել։ Բայց իհարկե ամենալավը եւ ամենահեշտ եւ ամենաարդյունավետը ստացվում է, երբ որ մարդը գիտակցաբար եւ անգիտակցաբար, այսինքն հնարավորինս բաց դաշտով է գալիս արդեն հոգեբանի մոտ գիտակցելով, որ տեսեք ոնց որ Գուրչենկոն, այսինքն նույնիսկ եթե ինչ-որ բան հոգեբանը չի հարցնում, օրինակ ես ունեմ այցելել, ասում եմ՝ մի րոպե, ես ձեզ բան պիտի ասեմ, ինձ թվում է սա կարևոր է, դուք գրեք, մենք հետո սրա մասին կխոսենք։ Այսինքն փաստացի, եթե ինքը արդեն պատրաստ է բացվելու, նույնիսկ պատրաստ է բացվելու ավելին, քան ես այդ պահին զգուշորեն գնում եմ, որովհետև այո, հոգեբանը նաև պետք է զգուշ լինի։ Շատ հաճախ հոգեբանը տեսնում է բաներ, որոնք չի կարող բարձրաձայնել, որովհետև այցելուն պատրաստ չի։ Եվ այն ինչը որ օրինակ պետք է sense ուղիղ կարող ես գնալ, ու այլ հավասար պայմաններում, sense դանդաղ փոքրացնում ես շրջանը, մինչև այցելուներ պատրաստ լինի, միասին հասնեք արդեն թեմային, այն ինչին դու այն թեմային, որը տեսել էիր
շատ ավելի վաղ, ելնելով նրանից, որոշակի մասնագիտական գիտելիքներից, այսպես ասենք։ Հա, այստեղ դու մի բան հարց ուշեցի, այդտեղ խոսքը կարևոր է, հոգեբանության մեջ խոսքը շատ չափազանց կարևոր է։ Ամենակարևորն։ Շատ ես նկատում եմ, որ չինեմ համացանցից նաև վերջերս նկատել եմ, որ խոսքի ուժը բավարար չափով կարծես չեն գնահատում ընդհանրապես։ Այո, այո։ Մենք գիտենք խոսքը ինչքան կարևոր է, դու էլ համել ստեղծագործում ես, շատ հետաքրքիր հրաշալի բաներ ունես գրված եւ խոսքի ուժի կարևորությունը, երբ հոգեբանը պետք է գիտակցի, երբ ասեն կարևոր բառերը։ Ամենակարևոր բանն է իրականում նույնիսկ ոչ միայն խոսքը, այլ նաև խոսքի ինտոնացիան, խոսքին ուղեկցող ժեստիկուլյացիան, խոսքի հետ ուղեկցվող հայացքը, ամեն ինչը նշանակություն ունի եւ նույնիսկ եթե շատ կարևոր եւ անկյունակարային արտահայտություն բացահայտում, այսպես ասեմ, ասվի սխալ պահին կամ սխալ ինտոնացիայով ոչ միայն ազդեցություն չի ունենա, այլ նաև կարող ունենալ շատ բացասական ազդեցություն։ Այսինքն ճիշտ է, մի վնասիրը դա բժիշկների կարգախոսն է, բայց իմ դասախոսներից առաջիններից, որ մտել են լսարան, մինչև վերջինը միշտ նույն բանը կրկնել են, որ մենք դա փոխարել ենք բժիշկներից, որ ամենակարևոր բաներից մեկը մի վնասիր այցելուին, որովհետև ինքը քեզ վստահել է, եկել է եւ նույնիսկ մի քիչ ավելի նուրբ է այստեղ շերտը, որովհետև եթե բժշկի մոտ ես գնում, չգիտեմ, ռենտգեն են անում, այսինքն մարդը գիտի, որ պետք է ռենտգեն անեն, տեսնեն, չգիտեմ, այնտեղ ինչ խնդիրներ կա եւ այլն։ Հոգեբանի մոտ գալիս մարդը միշտ չի պատկերացնում, ինքը գիտակցում որ պիտի բացվի, բայց չի պատկերացնում ինչքան պիտի բացվի, ինչքան կցավա, ուր կհասնեն, արդյունքը ինչպիսին կլինի, վստահության մակարդակը լրիվ այլ է եւ շատ կարևոր է խոսքը օգտագործել այնպես, միտքը, խոսքը, ձայնը, ամեն ինչը, որ վստահությունը ոչ միայն չչարաշահվի կամ չփոշիանա, այլ ամրապնդվի օրառօր։ Եվ այս էլ մյուս կարևոր հատկանիշներից մեկը, որ հոգեբանը պետք է կարողանա ստեղծել վստահություն։ Իսկ վստահություն ինքը ձեռքբերովի արժեք է։ Չես կարող մարդուն ասել, ինչի՞ ինձ չես վստահում։ Վստահի ինձ, սովորական կյանքում էլ դա անհնար է, առավել եւս հոգեբանական հարաբերությունների մեջ, դա ձեռքբերով է արժեք է եւ դա էլի հոգեբանի կարևորագույն հատկություններից մեկն է, որ կարողանա ձեռքբերել այդ վստահությունը, նույն քո ասած խոսքի ուժով նաեւ։ Շուշկ, իսկ այստեղ խոսքը հոգու բժշկության մաս է, թե դա հոգեբուժների ֆունկցիան է։ Չգիտեմ, ասենք եթե ինչ-որ մարդ ինչ-որ հոգեբանական խնդիրներ ունի, դե բժիշկը բուժում է, ասենք ֆիզիկական ցավերը ոնց որ, հոգեբանը հոգեբանական խնդիրները։ Հոգեբանական խնդիրները։ Տեսեք, հոգեբույժը հիմնականում նայեք հենց խնդիրը դրանում է, որ հոգեբույժը բուժում է ինչպես բժիշկը, այսինքն դեղորայքներով, համապատասխան ուղղորդմամբ, հստակ մեդիկամենտներով եւ դիագնոստիկայով, հա, հոգեբանի խնդիրը այլ է, մարդկանց ճնշող մեծամասնությունը չունեն հոգեբանական շեղումներ եւ հոգեբանական լուրջ հիվանդություններ, բայց ունեն հոգեբանական խնդիրներ, որոնք ուզում են լուծել։ Այստեղ խնդիրը հոգեբաններինն է, ոչ թե հոգեբույժներին է, եւ մեծամասնությունը միջանձնային հարաբերություններն են։ Ամենամեծ խնդիրը, որ մարդկանց անհանգստացնում է, դա միջանձնային հարաբերությունն է, ընդ որում միջանձնային ցանկացած տեսակի միջանձնային նկատի։ Այսինքն միայն տղամարդկին չէ։ Այո, իհարկե, որ միայն տղամարդկին չէ, ծնող երեխա ինքը իր երեխան, ինքը իր ծնողը, աշխատանքային փոխհարաբերություններն են շատ հաճախ խնդրի առարկա հանդիսանում ու սա էլ պատահական չի, որովհետև մարդիկ իրենց հարաբերությունների, իրենց կյանքի ընթացքում ավելի շատ ժամանակ անցկացնում են աշխատավայրում, քան տանը եւ պետք է կարողանան այդ մարդկանց հետ լեզու գտնել, կամ հակառակը չգտնել, միգուցե լուծումը լեզու չգտնելն է, այսինքն հասկանալ ինչումն է խնդիրը եւ ամենաշատ այդ ցելությունների ճնշող մեծամասնությունը միջանձնային հարաբերություններն են, որոնք հոգեբույժի դաշտում չեն, եթե մարդը չունի հոգեկան խնդիրներ։ Ոչ թե հոգեբանական, այլ հոգեկան։ Հարցնում եմ, որովհետեւ տարբերությունը հաճախ չեն զգում մեծ դիտողները, ուզում եմ հստակ։ Եվ շատ հաճախ, երբ որ ասում են, օրինակ իմ մոտ այցելուներ կան, որոնց այցի մասին ոչ ոք չգիտի։ Եվ իրենք ասում են, դե
չեն կարող սխալ հասկանան, որովհետև մեր հասարակությունում դեռ եթե մարդը ասում է գնում եմ հոգեբանի մոտ, հաջորդ հարցն է քեզ ինչ է եղել Այսինքն ու դրան պետք է անպայման մի հատ ինչ-որ հոգեցունց բան, այսինքն շիզոֆրենիկ եմ, օրինակ, այսինքն պետք է մարդը սպասում է, որ դու պետք է շատ լուրջ փաստարկ բերես նրան, թե ինչու ես դու գնում հոգեբանի մոտ։ Փառք Աստծո, այս տենդենսը փոխվում է, առավել եւս ավելի երիտասարդ սերունդի մոտ եւ ոչ միայն երիտասարդ, եւ մարդիկ հասկանում են, որպեսզի խնդիրը չհասնի այն նրան, որ քեզ ինչ է եղել, այդ մակարդակի Այսինքն հոգեբույժի, որպեսզի չհասնենք, լավ կլինի սկսել հոգեբանից։ Նույնիսկ հոգեբույժը միայնակ չի անում։ Այս էլ կարևոր հանգամանք է։ Հոգեբույժը, որը նշանակում է դեղերը եւ ուղղորդում է անում, ինքը միշտ աշխատում է հոգեբանի հետ միաժամանակ։ Ոչ մի հոգեբույժ կան հոգեբույժներ, ովքեր նաև մասնագիտացած են հոգեբանությունում, այսինքն կրթություն են ստացել, մասնագիտացած են եւ երկուսը համատեղում են, բայց միայն հոգեբույժը չի կարող աշխատել հոգեկան խնդիրներ ունեցող անձի հետ։ Շուշան, ուզում եմ խոսենք նաև քո մագիստրոսական թեզից, որտեղ ինքը շատ հետաքրքիր է, երբ որ ասացիր, ես սկսեցի մտածել նույնիսկ դրա շուրջ մահվան վախերի մասին։ Մեր հասարակության մեջ շատ են այդ մահվան վախերը եւ դրանք միայն բացասական հետևանքներ ունեն, թե կա ինչ-որ դրական բան դրա մեջ նաև։ Տես Լենա ջան, իմ թեման ոչ միայն մահվան վախն էր, այլ մահվան վախը եւ դրա ազդեցությունը մարդու ձեռքբերումների գնահատման եւ արժեքային համակարգի փոփոխության վրա, որտեղ ինձ հետաքրքիր էր մահվան վախի դրսևորման դեպքում մարդու մոտ փոփոխվում է արդյոք վերաբերմունք իր ձեռքբերումների նկատմամբ, իր արժեքային համակարգում փոփոխություններ լինում են, չեն լինում Եվ շատ հետաքրքիր այո վերլուծություններ ստացանք երկու տարիքային տարբեր խմբերում 20-ից 30 եւ 40-ից 50 տարեկան խմբերում են կին եւ տղամարդ բավական մեծ հետազոտություն իրականացրեցի վերջին հաշվով ցանկացած այսպեսի արտահայտություն կա որ ցանկացած վախ վերջին հաշվով մահվան վախ է Ես շատ եմ սիրում սա ապացուցել, գրեթե միշտ ապացուցում եմ, բայց մարդը սովորական վախերին այլ կերպ է վերաբերվում, եթե չի գիտակցում, որ դրա խորքում մահվան վախն է, եւ մահվան վախին լրիվ այլ կերպ է վերաբերվում։ Եվ ես կարծում եմ, որ նույնը ինչ որ ցույց տվեց հետազոտությունը, սրա հիմքում կա բավական կրոնական հիմք, որովհետեւ մեր հասարակությունում, մեր կրոնով մահը մի տեսակ պատժի նման բան է, որից հետո, այսինքն մահից հետո նոր կյանք կստանան միայն արժանիները այսինքն ի տարբերություն օրինակ այլ ուսմունքների նույն բուդդիզմի որ ասում է ապրիր որովհետև յուրաքանչյուրս ամեն մեկս մի տիեզերք ենք եւ եթե ծնվել ես ուրեմն արդեն ունես առաքելություն եթե ծնվել ես արդեն կարող ես շատ բաների հասնել մեր մոտ մահվան նկատմամբ վերաբերմունքը շատ բացասական է եւ նույնիսկ մինչեւ հիմա էլ ինձ որ հարցնում են դե լավ ինչ էր գտել այդ մահվան վախի մեջ դու խնդիր ունես հիմնական եւ սա շատ բան է օրինաչափ է իսկ ես այո սիրում եմ մտնել այնտեղ որտեղ ուրիշները կվախենան մտնել հա ես այդ էլ իմ առանձնահատկությունն է հա շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ որ Ինչքան շատ ենք վախենում մի թեմայից, այդքան պետք է կարողանանք այդ թեմայի մեջ խորանալ։ Մի արտահայտություն էլ կա հեղինակին լավ չեմ հիշում, բայց իմը չի, բայց շատ եմ սիրում այդ խոսքը, որ ասում եմ վախերը մեր վախերը կարծես լինեն են վիշապները, ովքեր նստած են մեր ամենամեծ գանձերի վրա։ Ու ես ես չեմ հիշում հեղինակին, բայց շատ համամիտ եմ, այսինքն եթե մենք կարողանում ենք մեր վախերը հարթել այդ մի քանի գլխանի վիշապի գլուխները, հերթով վերացնել, տակը մեր գանձերն են։ Այն գանձերը, որոնք մենք ունենք, ոչ ոք մեզ չի տվել, ոչ ոք մեզանից չի վերցնելու, մերն են, մեր ձեռքբերումներն են, մեր ներաշխարհն է։ Եվ վախը միայն սահմանափակում է այս պարագայում։
Այն ընթացքում ես հիշեցի նաև իմ սիրած վեպերից մեկում Վարպետը եւ Մարգարիտան այնտեղ Հոլանդը ասում է «Человек смертен, внезапно смертен»։ Այո, եւ անորոշ ժամկետի մասին է խոսքը, երևի թե եւ հենց այդ է հարցը, որ երբ որ դու օրինակ մահվանը մոտենում ես հենց այդ տեսանկյունից, որ ինքը կարա ցանկացած պահի լինի Եվ իրոք կարա ցանկացած, դա внезапно смертен, ասում է, еще полбеды։ Եվ կարա ցանկացած պահի լինի, կարա լինի ամենաառողջ մարդու հետ։ Եվ հիմա էլ մահը շատ երիտասարդացել է, հիվանդություններից շատերը, հա, սրտի կաթված, քաղցկեղ եւ այլն շատ հիվանդությունների երիտասարդացել են։ Եվ հենց այդ գիտակցումը, այսինքն ոչ թե մահից վախը, այլ մահի գիտակցումը որպես ոչ թե վախճան, այլ որպես սահմանագիծ, որ մինչև այդ դու դեռ շատ բան կարող ես անել եւ երբ որ դու դա վերցնում ես ոչ թե որպես դե մեկա բոլորս մեռնելու ենք ինչ իմաստ ունի, այլ հակառակը ունեմ այս հնարավորությունը, քանի դեռ ապրում եմ, կյանքի նկատմամբ վերաբերմունքդ 180 աստիճան փոխվում է։ Հետաքրքիր որ մենք անմահ լինենք, մեր վարքագիծը ինչպեսին կլիներ։ Ես կարծում եմ մենք լոդերներ կդառնանք բոլորս։ Ես խորապես վստահ եմ, սա նաև իմ մենեջմենտի փորձից, որ երբ որ մարդը չունի deadline, չունի սահմանագիծ, ինքը չի անում է միայն ամենավերջին, կհիշես նաև մեր քննության տարիների, իհարկե, եւ դրա համար ես կարծում եմ մենք սենց շատ ինչ որ ծույլ եւ ամորֆ զանգվածի կվերածվենք, դրա համար եւ մյուս կողմից էլ ինձ թվում է պետքա լինի մութը, որ գնահատենք լույսը եւ եթե մահը դիտարկում ենք որպես մութ, իսկ կյանքը լույս, հենց կոնտրաստի մեջ է գնահատանքը մեծանում, էլի։ Իսկ գնահատանքով ապրելն էլ ամենամեծ պարգևն է։ Մեր հասարակության մեջ փաստորեն վախերը շատ են։ Շատ են։ Այնքան շատ են, որ եղան մարդիկ, որ հետազոտության կեսից հրաժարվեցին, չկարողացան շարունակել։ Եղան մարդիկ, ում հետ ես հետո առանձին աշխատեցի, որովհետև հետազոտությունը առաջացրել էր ռեակցիաներ եւ ես որպես թերապևտ աշխատեցի։ Եղան մարդիկ, որ ընդհանրապես ասեցին չեմ մասնակցի։ Կներեք ամենայն հարգանքով, բայց ես այդ թեմայի մեջ չեմ ուզում մտնել ընդհանրապես։ Ինքը մի տեսակ տաբու թեմա է, էլի։ Հա, մանավանդ Հայաստանում։ Որովհետև ես որ պատրաստվում եմ, հետաքրքիր ես կարդացի նաև, որ օրինակ լատինամերիկյան մշակույթի մեջ դա լրիվ այլ կերպ է, իրանք փորձում են այլ կերպ դրան նայել, որ ավելի թեթև լինի կարծես, եւ դա գալիս է հնդկացիական մշակույթից, այլ ոչ թե քրիստոնեական, որ միախ առնվել է այնտեղ։ Այո, եւ նույնը միայն իրանց մոտ չի, հա, նույնը բուդդիզմի մշակույթում, այսինքն ավելի հին մշակույթներում, որտեղ որ ավանդական կրոնները քրիստոնեություն, մուսուլմանություն, հա, մամեդականություն չեն մտել ամբողջությամբ, այնտեղ պահպանվել է մահվան նկատմամբ այդ ավելի թեթև, ավելի իգրայուչի, էլ այսպես խաղարկային տարբերակը, որտեղ որ մտել են ավելի ավանդական կրոնները, այնտեղ փոխվել է վերաբերմունքը։ Այո, ամբողջ Եվրոպան դրան օրինակ, հա, եւ այսինքն խոսքը եւ նույն արաբական աշխարհը, հա, եթե վերցնենք կոնտրաստով, վերաբերմունքը ես կարծում եմ ամեն դեպքում հիմա ինչու է նոր երիտասարդության մոտ ավելի այլ կերպ վերաբերմունքը, իսկ ավելի այլ կերպ է, որովհետև կրոնի ազդեցությունն է թուլացել։ Կրոնը հիմա չունի այն ազդեցությունը, ինչ ուներ տարիներ կամ տասնամյակներ առաջ, եւ դրա հետևանքով մարդկանց վերաբերմունքն էլ ավելի երիտասարդ սերունդի մահվան, կյանքի, այս խաղի նկատմամբ ավելի թեթև է։ Նույնիսկ հիշեցի, որ այս օրինակ դեկտեմբերի 1-2 այնտեղ նշվում է որպես մերիալների օր, սահմռկեցուցիչ են, չի, բայց իրենք շատ ուրախ են նշում։ Այդ մի հատ մուլտ կար է, Կոկո, ես պաշտում եմ այդ մուլտֆիլմը եւ ինքը իրոք էլի, եւ ինչ ենք ասում, մարդը կենթանի է, քան իր մասին հիշում են։ Եվ հիշում են ուրախությամբ են հիշում են այն օրերը, որ միասին են անցկացրել, շնորհակալ են այն ամենի համար, ինչ մնացել է այդ մարդուց հետո։ Եվ շատ լավ կլինի, որ մենք էլ կարողանանք ոչ ամբողջ դժվար կլինի, բայց աստիճանաբար գոնե փոխվել դեպի այդ երախտիքի ալիքը, շնորհակալ լինել մեր գնացած մարդկանց նրա համար, որ եղել են մեր կողքը, տվել են այն ամենը, ինչ տվել են, եւ այս պահին էլ են տալիս
իրենց հիշողություններով, իրենց սիրով, իրենց մոտեցմամբ, որը մենք մեր հետ տանում ենք, այլ ոչ թե անընդհատ այդ մտածողությունը, բա ինչ վատ է որ չկան, որ լինեին այսպես կլիներ, բա որ չլինեին այնպես կլիներ, եւ որովհետեւ կորուստի ոնց բացատրեմ, կորուստի էմոցիայի մեջ անընդհատ ապրելը ստեղծարարության չի կարող տանել։ Իսկ մենք ունենք խնդիր, մենք լուրջ խնդիր ունենք, չնայած մեզ դիրքավորում ենք որպես ստեղծագործ ազգ եւ այլն, բայց ընդհանուր երկրի մակարդակով մենք շատ ստեղծարար չենք եւ հիմքն էլ էլի մեր այդ կորուստի եւ էս արդեն ավելի խորքային է ցեղասպանության տրավմա, դարերով երկիր չունենալու տրավմա, այդ ամեն ինչը իրար միահյուսված, մենք ավելի հակված ենք կորուստի տրավմայով գնալ, քան թե ստեղծելու ստեղծարարության եւ երբ որ այս shift-ը տեղի ունենա, այս հուսամ շատ բան կփոխվի։ Ժամանակը որ ես սցենարական գործեր ուսումնասիրում, այնտեղ հիմնականում կան 36 սյուժեներ փոքրիկ, ու ինչ թեմայի շուրջ դու, չգիտեմ, աշխատես, գրես, այսպես թե այնպես վերաբերում են այդ 36 թեմաներից մեկին, բայց կան մեծ ռեժիսորներ, որոնք այնքան են նեղացրել այդ թեմաները, որ իրենք հասել են երկուսի՝ դա մահն է եւ սերը։ Եվ տեսա այս սիրո մասին հարցներ։ Լավ։ Եթե օրինակ, չգիտեմ, քո դոկտորական աշխատանք ասենք վերաբերում էր սիրուն, դու որ տեսանկյունից կմոտենայիր։ Երևի իմ դոկտորական աշխատանքը մի քիչ վերաբերվում է սիրուն, հիմա ասեմ ինքը իհարկե առաջնորդություն եւ ստեղծարարություն է։ Հա, ես ինչ որ մեր մոդելով գնաց տեխնացուական, հետո դոկտորական։ Դե տեխնացուական արդեն դոկտորական է։ Հա։ Արդեն այո, ինքը արդեն տեխնացուականը հիմա արդեն մինչև ես ավարտեմ, դա արդեն կլինի դոկտորական։ Ինքը առաջնորդություն եւ ստեղծարարություն է։ Ես ինչի եմ կարծում, որ ինքը առնչվում է սիրուն, որովհետեւ իմ մոդելն է դա, որ մարդկանց ճիշտ առաջնորդելու համար պետք է սիրել մարդկանց։ Իհարկե կան պատմությունում շատ այլ օրինակներ եւ բնականաբար այնտեղ մանիպուլատիվ մեթոդների մասին է խոսքը եւ բնականաբար այդ ամենը իհարկե աշխատում է, բայց հենց մեր երկրի համար, մեր ազգի համար ստեղծարարությունը սեր դեպի ստեղծարարություն, այսինքն ինչ որ մի բան անել ստեղծելու համար, ոչ թե օրվա հարց լուծելու, ոչ թե օրվա խնդիր լուծելու, այլ երկարաժամկետ ստեղծելու, այդ հնարավոր է անել միայն եթե սիրում ես։ Եվ որ ասեցիր ծեր, ես շատ հազվադեպ եմ ընկերական կամ ընտանեկան խնջույքների ժամանակ կենաց ասում, բայց եթե ինձ շատ են ստիպում, ես խմում եմ միշտ սիրո կենացը, որովհետև ես առավել քան վստահ եմ, որ սերն է ամեն ինչ, ամեն կենարար քայլի հիմքում եւ այստեղ սերը շատ գլոբալ վերցրած, սկսած սեր արքո հայրենիք, արքո երկիր եւ սեր բարի ամենամաքուր իմաստով, որը չի փոփոխվում ելնելով տարբեր քաղաքական դաշտերի խաղերից, չի փոփոխվում ելնելով տարբեր մանիպուլատիվ մեթոդներից, սեր արքո ընտանիք, որովհետև ոչ ոք իդեալական չի, եւ մեր ընտանիքի անդամները նույնպես, բայց հենց չէ որ շատ հեշտ է սիրել իդեալականը, իսկ դուք փորձեք սիրել ոչ իդեալականը, սեր արքո թիմ, այն մարդկանց հետ ում հետ աշխատում ես եւ սեր արքո աշխատանք շատ կարևոր է սիրել են գործը, որը անում ես։ Հա, թող 4 մասնագիտություն, 5 մասնագիտություն, բայց գտնել այն, ինչը իրոք սիրում ես, եւ ամենակարևորը, որ սեր առ ինքդ քեզ։ Այստեղ մենք խնդիր ունենք, որովհետեւ թե այցելուների հետ աշխատանքում, թե հիմա կառավարման ոլորտի, հա, կորպորատիվ ոլորտի հետ իմ աշխատանքում, սեր առ ինքդ քեզ դիտարկվում է որպես էգոիզմ եւ բնականաբար բացասական երանգով։ Մեր մշակույթի մեջ, իհարկե։ Եվ այն մարդիկ, ովքեր իրենց սիրում են, առողջ սիրով սիրում են, կողքից դիտարկվում են որպես ինչ մի
վիսկը չկա, հա, հայերեն բառը լավ չեմ կարողանա բան անեմ, եւ անձնական սահմանների պաշտպանությունը նույնպես դիտարկվում է որպես ինչ-որ ինչի մասն է, բայց դա էլ հենց ինքդ քո նկատմամբ սիրո դրսևորում է եւ բոլոր հոգեբանական խնդիրների հիմքում, գրեթե բոլոր, հա, այդ ինքդ քո նկատմամբ սիրո պակասը կամ գերավելցուկն է, իսկ գերավելցուկն էլ էլի ժամանակին չափազանց պակասի արդյունքն է, որը մարդը միշտ մենք դժվարությամբ ենք կարողանում մնալ բալանսի մեջ, հոգեբանի խնդիրը նաև դա է, որովհետև մարդը տատանվում է մայրիկի պես, հա, մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն եւ պահել իրեն մեջտեղում, ու հնարավորինս լավ, սենց թեթև տատանումներով եւ սովորեցնել մարդուն, որ ինքը իր նկատմամբ նույն իր նկատմամբ սերը, հա, դա չվերածվի պաշտամունքի եւ նույն չվերածվի, որ ես բոլորի ծառա, այսինքն այն մեջտեղի հատված։ Ասում եմ կարճ հարց երկար պատասխան սիրո մասին, եթե պատասխանեցի։ Շուշ, իսկ դու հիմա որպես հոգեբան նայում ես անցյալի ինչ-որ դրվագների քո կյանքից եւ հիմա ես վերլուծումը հասկանում, թե այս բացատրում այդ հոգեբանական ինչ-որ խնդրով կամ ինչ-որ այլ կերպ բացատրում, քան այն ժամանակ անեիր։ Միանշանակ, ասեմ ավելին, խնդիրները կրկնվում են, այսինքն պետք չի շատ հեռու գնալ։ Պետք չի շատ հեռու գնալ, որովհետև խնդիրները կրկնվում են, եթե իրենց հետ հոգեբանական աշխատանք չտանեք։ Այսինքն դա թե իմ կյանքի խնդիրներ ցանկացած մարդու, իմը նույնպես։ Ինձ հաճախ նույնիսկ դա բանենան, որ դու հաստատ հոգեբան ես, այսինքն եւ այստեղ դա է առաջանում, սրա մասին էլ կուզեի խոսել, որ շատ հաճախ հոգեբանի նկատմամբ վերաբերմունք կա, որ եթե դու հոգեբան ես, դու պիտի խնդիր չունենաս։ Այսինքն բա դա էլի ինչ հոգեբան, դե բոլոր հարցերդ պետքա լուծես եւ եթե հոգեբան ես, դու պետքա բոլորի հետ նկատմամբ լինես ըմբռնող, հասկացող, քո ինտոնացիան միշտ պետքա լինի այս հաճելի, մեղմիկ, էմոցիոնալ կորտկում, արվակի քչքչուն եւ ավելի քիչ փորձառու մարդիկ նույնիսկ կարող է դա փորձեն մանիպուլացնել, հա, այն որ բայց չէ որ դու հոգեբան եք, չէ որ դու հոգեբան ես, հոգեբանը սովորական մարդ է եւ շատ հաճախ հոգեբանը եթե նույնիսկ գիտակցում է իր խնդիրները միգուցե ինքը մենակ ունակ չի լուծել դրանք եւ դրա համար էլ գոյություն ունեն հոգեբան ընկերներ ու գործընկերներ ում դիմում են հոգեբանները եւ գոյություն ունի սուպերվիզիա երբ որ դու քո այցելուների հետ ունես հարցեր որոնք ուզում ես քննարկես եւ անպայման դրանք քննարկում ես ավելի ավագ գործընկերների հետ եւ դա շատ կարեւոր պրակտիկա է եւ երբ որ ինձ ասում են ոնց դու հոգեբանի մոտ ես գնում ասեմ ավելին եթե ձեր հոգեբանը չի գնում չի գնացել հոգեբանի մոտ եւ չի գնում հոգեբանի մոտ դուք ունեք խնդիր ձեր հոգեբանը պետք է գնա հոգեբանի մոտ Շուշ մի փոքր անցում անեմ, օրինակ դու առաջի իմաստությամբ պատմաբան ես, մենք երկուսս ենք դեպի ֆակուլտետն ավարտել, հետո քաղաքագետ։ Այո։ Չգիտեմ, քեզ շատ վաղուց ճանաչելով, ես չգիտեմ, տեսնում էի քեզ քաղաքական դաշտում, ու կարծիքով քո մոտ շատ լավ կստացվեր, քեզ մոտ շատ լավ կստացվեր, ինչու դու այնտեղ չես, երբևէ ծրագրեր ունես լինելու այնտեղ, գիտես ինչի եմ նաև ասում, մի բան էլ ասեմ, էլի, երբ շփվում ես, ասենք, մեր ժողովրդի հետ, իրենք քաղաքականություն դա այնքան կեղտոտ ոլորտ է, կարծես պատկերացումն աղճատված են, որ անպայման պետք է լինի ինչ-որ պարկեշտություն չպիտի լինի այդ ոլորտում։ Հիմա երևի պակասում են մարդկանց այն որակը, որ հենց այդ ամենը կբերի մեր քաղաքականություն, երբ մեր խնդիրների մեծ մասը նաև դրանից է կախված։ Հա, ընդունում եմ, որ մեր խնդիրների մեծ մասը նաև դրանից է կախված, որ ոլորտը սնանկ է։ Իրոք սնանկ է եւ սնանկ է ոչ պատահաբար ոլորտը սնանկացվել է տասնամյակներով եւ ունենք այն ինչ ունենք ասեմ ավելին ես նույնիսկ պատմության ֆակուլտետն էի ընտրել որպեսզի հետո գնայի միջազգային հարաբերություններ այսինքն ի սկզբանե իմ նպատակը միշտ եղել էր միջազգային հարաբերություններ քաղաքագիտություն եւ երբ որ ամերիկյան համալսարան ընդունվեցի նորից դա էր իմ նպատակը բայց հենց այդ տարիներին երբ որ ավարտեցի քաղաքական դաշտ նույնիսկ ոչ քաղաքական նույնիսկ ուղղակի դիպլոմատիկ տարական մակարդակի դաշտ մտնելը գիտաֆանտաստիկ ժանրից էր, եթե չունես համապատասխան ծանոթներ, գումարներ եւ այլն։ Եվ այդ ժամանակ էր, որ տեղի ունեցավ իմ
հիասթափություն ասեմ, ինչ ասեմ, եւ այդ կտրուկ անցումը դեպի կորպորատիվ ոլորտ, բիզնես ոլորտ, հայկական բարեգործական ընդհանրություն, հետո արդեն բանկային ոլորտ, տելեկոմ եւ այլն։ Եթե մի խոսքով ասենք, այո, ես կարծում եմ, որ ոլորտը ունի կարիք մասնագետների, ովքեր հենց տրվեն աշխատանքին, հենց այն նվիրվածությամբ, որով օրինակ ես տրվել եմ հոգեբանությանը։ Եվ այլ որակներով։ Եվ այլ որակներով։ Բայց ես հենց այդ կարծիքին եմ, որ ոլորտը, եթե իրոք առողջացման մասին ենք էլի խոսում, կարիք ունի հենց այն տեսակի մասնագետների, որոնք որ այդ նվիրում ասեմ, բացի նվիրումից մի տեսակ, որովհետև քաղաքական դաշտում իրոք պարկեշտ մնալ եւ մաքուր մնալ եւ շարունակել գաղափարական աշխատանք, դրա համար շատ լուրջ ուժ է պետք։ Շատ լուրջ ներքին ուժ է պետք, դա պետք է ընդունենք, էլի, եւ այդ շատ լուրջ ներքին ուժը արդեն գալիս է գործի նկատմամբ մաքսիմալ նվիրումից։ Ու այդ նվիրումն է, որ ես կարծում եմ, որ պակասում է այս պահի դրությամբ։ Ես ինքս ամեն դեպքում հիմա չեմ պլանավորում, ասում եմ մի հատ էս հոգեբանությունը որոնք ապագայում ով գիտի։ Բայց դու շատերս ենք ես տեսնում, այնտեղ դրա համար եմ ասում, ես միայնակ չեմ, չէ՞, այդ դու միայնակ չես ասում, որ այո, տարբեր դաշտերից են փորձեր եղել, բայց ես էլ տենց մի քիչ գիտեմ ինչ եմ ուզում եւ գիտեմ ինչ չեմ ուզում, այսպես ասեմ, եւ այս պահին ամեն դեպքում այս պահին կարծում եմ, որ ավելի շատ օգուտ կտամ հոգեբանական դաշտում, հոգեբանություն եւ այդ առաջնորդություն, բիզնես, այդ ամբողջ համակարգի առողջացման իմ համեստ լումաններ դնելով, միգուցե հետագայում, չգիտեմ։ Շուշ, իսկ դու այս պահին ինչ ես տեսնում, Facebook-յան դու գրառում ունեիր, չէ՞, որ համարձակ լինել ու տեսնել այն ու բարձրացնել այն ինչ տեսնում ես, ըստ էության դրա մասին, եթե բառացի կարող ես սխալ հիշեմ։ Չէ, ավելի շատ հակառակն էր, հա, խոսքը նրա մասին էր, որ տեսնել այն ինչ ուրիշները չեն տեսնում, ոչ թե բարձրաձայնել այն ինչ տեսնում ես, այն ինչ որ չեն տեսնում։ Ինչ ես տեսնում դու հիմա մեր երկրում։ Չէ, մեր երկրում քաոս է եւ դիտավորյալ ստեղծված քաոս է, ընդ որում ոչ միայն ներքին ուժերի կողմից, բնականաբար, եւ սա էլ նոր բան չէ, մեզ միշտ ձեռք է տվել տարբեր երկրների, տարբեր քաղաքական ուժերի ձեռք է տվել, որ երկրում լինի քաոտիկ վիճակ, որովհետև քաոսում մարդը չի կարողանում հստակ մտածել, քաոսում տիրում է վախ, այդ վախի մասին որ խոսեցինք, եւ քաոսում մարդու որոշումները կարճաժամկետ են։ Եվ հիմա ինչքան այս քաոսը խորանա, ինչքան ջուրը պղտորվի, այդքան մարդկանց որոշումները լինելու են կարճաժամկետ։ Եվ բնականաբար դա ոնց որ մեր դարի խաչն է, մենք անընդհատ կարճաժամկետ որոշումներ ենք անում։ Մենք երկարաժամկետ չենք կարողանում նայել, որովհետև անընդհատ ստեղծվում են կարճաժամկետ խնդիրներ, որոնց այսինքն եւ դրա հետևանքով երկարաժամկետ մտածող մարդկանց էլ վերաբերվում են տիպը ինչ օթերում ես, որտեղ ես, մի հատ նայես տեղ ինչա կատարվում եւ այլն, բայց հենց խնդիրն է դա որ մեր ուղեղը ունակ չի միաժամանակ թե երկարաժամկետ թե կարճաժամկետ, մենք պետք է իրեն շատ հստակ հրահանգ տանք։ Հիմա ֆոկուսս լինում է խնդրի վրա, թե հակառակը, այս խնդիրը բաց ես թողնում, ֆոկուսս լինում երկարաժամկետ լուծումների վրա։ Եվ ես կարծում եմ, որ լուծումը հասկանալ ինչ է մեզ պետք երկարաժամկետում եւ կենտրոնանալ երկարաժամկետ լուծումների վրա։ Իսկ այն իրավիճակը, որ այսօր տիրում է քո կարծիքով ժողովրդի մեղքի բաժինը այս ամենում կա։ Թե միայն ասենք էլիտաները քաղաքական, մշակութային։ Մեղքի բաժին, նայեք, Լեն ջան, մեղք փնտրելը ես իմ տեսակով էլ այդ մարդը չեմ եղել, առավել եւս որպես հոգեբան, առավել եւս։ Բնականաբար յուրաքանչյուրն ունի իր դերակատարումը։ Ես չասեմ մեղքի բաժին, հա, ամեն մեկն ունի իր դերակատարումը եւ ժողովուրդն էլ ունի իր դերակատարումը, բայց ես կարծում եմ, որ հիմա ժողովուրդը կա այդ մոտեցումը, որ հիմա ժողովուրդը թմբիրի մեջ է, իմ անձնական դիտարկմամբ լրիվ հակառակն է։ Հիմա ժողովուրդը թմբիրի մեջ չի, իրավիճակը
իրավիճակները, տարբեր իրավիճակները բերել են նրան, որ շատ բաներ արթնացել է ժողովրդի մեջ։ Թե ուր կտանի այս ամեն ինչը եւ ինչպես կզարգանա, դա հարցի մյուս կողմն է, բայց այդ մոտեցումը, որ ժողովուրդը քնած է թմբիրի մեջ է եւ այլն, ես այդ կարծիքին չեմ, ժողովուրդը լրիվ հակառակը, օրինակ տասնամյակներ շարունակ ավակ եղբայր, Ռուսաստան եւ այլն, հա, այդ այդա թմբիր էր։ Այդա թմբիր էր, որի հարցային չի, թե ինքը մեր ավակ եղբայրը չի, հարցայինը ամեն մեկի դերակատարությունը, հա, եւ հարցային չի, որ չգիտեմ, ԱՄՆ-ը մեր եղբայրն է, չէ, չկան եղբայրներ, չկան մշտական դաշնակիցներ, չկա նման հասկացողություն։ Գոյություն ունի ազգի շահ, երկրի շահ, պետականության շահ, եւ այս է հարցը, որ մենք տարիներ շարունակ վստահ ենք եղել, որ մեր պետականության շահի մասին հոգ տանողներ կան, չկան։ Եվ այդ փաստը դա էր թմբիրը, դա էր թմբիրը, ավելի լավ է առերեսվել նա որ չկան հոգ տանողներ, քան թե այդ թմբիրի մեջ, որ մեր պետականության շահի մասին հոգ տանողներ կան եւ ամեն ինչ լավ կլինի։ Թող լինի վատ, բայց լինի այն, ինչի իրականությունն է, քան այդ թմբիր վիճակը, որը որ կար։ Եվ եթե վերադառնանք իմ ասածին այդ կորուստի թեմային, ես նաև իմ մագիստրոսական թեման ընտրեցի հենց մահվան եւ կորուստ արցախյան իրադարձություններից հետո, որովհետեւ ես կարծում եմ, որ դա շատ լուրջ կորուստ էր երկրի համար, հա, մարդկանց համար, ազգի համար, երկրի համար եւ այդ գիտակցումը, թե մենք այդ կորուստի հետ ոնց ենք վերաբերվում շարունակում ենք սարսափել կորուստից, թե կորուստը ընդունում ենք որպես մեր քայլերի հետևանք, թե կորուստը ընդունում ենք որպես մեզ պատիժ, թե այսինքն այս ամեն ինչից ելնելով մեր հաջորդ քայլերը ձևափոխվում են եւ շատ բան դեռ ինձ թվում է, եթե այդ ոլորտում շարունակեն ուսումնասիրություններ անել, դեռ բան կդառնա, որ կորուստը խաղարկելը շատ հեշտ է եւ հենց թույլ չտալ, որ կորուստը խաղարկվի մեր համար, ոչ մի կողմից, ոչ այն կողմից, կորուստը ընդունել որպես մեր նաև մեր քայլերի հետևանք, մեր բացթողումների հետևանք եւ շարունակել առաջ։ Դե խաղարկումը կարա տևի դարերով, ոնց որ խաղարկվել է ցեղասպանության հարցը, դարերով խաղարկվել է եւ դու դա ինձանից լավ գիտես։ Ոնց է խաղարկվել, ինչ մասշտաբներով։ Ցավալիորեն, այո։ Շուշան, ուզում եմ նաև խոսենք հաճախորդի փորձառությունից եւ white bone-ից։ Խոսենք։ Այո, white bone-ը իմ ստեղծարարությունն է, իմ ստեղծագործությունն է։ White bone-ը ստեղծվեց իմ 20-ամյա փորձից հետո, երբ որ ես արդեն անցա այդ բոլոր էտապները, Հայկական բարեգործական ընդհանուր միություն, HSBC բանկ, Beeline, Ucom եւ HighPost-ի վերակառուցման ծրագրին մեծ նշան մասնակցություն ունեցա եւ այդ ամեն ինչի արդյունքում ստեղծվեց white bone-ը, որի հիմքում հաճախորդի փորձառության կառավարումն է։ Եթե մեծ հաշվով վերցնենք, սա էլ բիզնեսի հոգեբանությունն է իրականում եւ կարծում եմ, որ դեպի հոգեբանություն ես գնացի հաճախորդի փորձառությամբ։ Եվ ամբողջ գաղափարը նրանում է, որը որ եւ արևմուտքում արդեն շատ վաղուց ընդունված է եւ տարածված է, որ ոչ միայն ընդունված տարածված է, այլ բիզնեսի հիմքն է հանդիսանում եւ վաղ թե ուշ մեզ մոտել է գալիս եւ արդեն եկել է, որ հաճախորդը դարձել է շատ գիտակից։ Հաճախորդը հասկանում է, երբ ես փորձում իրեն մանիպուլացնել, գովազդները չեն աշխատում այնպես, ինչպես աշխատում էին առաջ, նույնիսկ փոքր երեխաները շատ արագ հասկանում են գովազդի էությունը, եւ իսկ ինչն է աշխատում։ Եթե չէ որ բիզնեսը պետք է շարունակի եկամուտ գեներացնել, որպեսզի հարկեր մուծի, որպեսզի տնտեսությունը ուժեղանա, որպեսզի երկիրը բարգավաճի, այդ պատճառահետևանքային կապը, աշխատում է փորձառությունը, իսկ փորձառության հիմքում էմոցիաներն են։ Այսինքն մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ մեզ համար ստեղծում են դրական էմոցիաներ, որտեղ մեր մասին հոգ են տանում եւ լուծում են մեր խնդիրները։
Կարելի է մտածել, դե հա ինչ հավես է, ինչ հավես է, չէ, ասենք դե եկեք բոլորիս տանք դրական էմոցիաներ, բայց գործի մեջ բնականաբար այդպես չի եւ առավել եւս երբ որ օրինակ ֆինանսաբանկային ոլորտ, արտադրության ոլորտ, տելեկոմ ոլորտ, որտեղ հստակ սահմաններ կան, կանոնակարգեր կան, շահույթ կա, բնականաբար, հա, չի լինի ամեն ինչ տալ անվճար եւ շատ, այսպես ասած, ասում են հաճախորդեն ժամանակաերջանիկ, երբ որ տալիս ես անվճար ամեն ինչ, ոչ, այդպես չի։ Հաճախորդը սիրում է գումար ծախսել այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում։ Ու մենք կարանք հիշենք մեր բոլորը մեր փորձառություններից ելնելով։ Եվ այդ գաղափարապես ճիշտ փորձառություն ստեղծելը մի ամբողջ արվեստ է։ Եվ դրա մեջ է, որ մենք արդեն մասնագիտացած ենք 15 տարուց ավել եւ դա ենք հիմա տրամադրում գործընկեր մեր ընկերություններին։ Շուտ դա կարելի պրոյեկտել մեդիայի վրա։ Իհարկե, անպայման միանշանակ։ Վերջերս ինձ նաև օրինակ թատրոնից հարցրեցին, իսկ հնարավոր է դա արդյոք պրոյեկտել, թե իհարկե հնարավոր է։ Ցանկացած ոլորտ, որտեղ որ հաճախորդը, այցելուն, մարդը ստանալու է էմոցիա, այնտեղ կարելի է կիրառել հաճախորդի փորձառության կառավարում։ Եվ ոչ միայն կարելի է, այլ կիրառման դեպքում արդյունքները նայած ոլորտից, ասենք կա ոլորտ 2-ից 3 ամսից է արդեն արդյունքներ երևում, ոլորտ կա 6-ից 7 ամսում, բայց որ հստակ երևում են եւ բանի հետ աճում են, եւ նույն մեդիայի ոլորտում Այսինքն ամեն ինչ սկսում է հետազոտությունից, հետազոտել ով է ձեր հաճախորդը, ինչ կարիքներ ունի, իր կարիքների բավարարման ինչ մեթոդների է ինքը դիմում, դուք ոնց կարաք այդ կարիքները բավարարեք, ձեր բավարարում, որովհետև շատ հաճախ մեզ թվում է, թե մենք տալիս ենք հենց այն ինչ պետք է հաճախորդին, կամ մենք գիտենք, որ մենք որոշել ենք, որ մենք գիտենք ինչը իրեն պետք Հա, այ էսա ամենա եւ այդտեղ սկսվում է կոնֆլիկտը, որ հաճախորդը ներսից ասում է դու իմ տեղը մի որոշի։ Ինձ էս չի պետք, հա, եւ այդ ամեն ինչը կառավարել այնպես, ստեղծել այնպես, որ հաճախորդի մոտ էլ առաջանաց զգացողությունը, որ այո, սա հենց այն է, ինչ իրեն պետք է։ Նյութն է այնպեսին, ինչպեսին իրեն պետքն է, մատուցումն է այնպեսին, ինչպեսին իրեն պետքն է, ձևավորումն է այնպեսին, ինչպեսին իրեն պետքն է։ Նույնիսկ սկսեց թե ժամերը, որ ժամին է հեռարձակվում, ինչպես է հեռարձակվում, ինչ կողքից, ինչպեսի ձայնային ուղեկցությամբ է հեռարձակվում, ամեն ինչը ազդեցություն է թողում, կարող է ավելացնել կամ պակասեցնել հավատարմությունը։ Եվ մի բառով ասեմ, հաճախորդի փորձառության արդյունքը հավատարմությունն է։ Այսինքն, երբ որ կառավարվում ես հաճախորդի փորձառությունը, արդյունքը ունենում ես հավատարիմ հաճախորդներ։ Հասկացա։ Շատ հետաքրքիր ոլորտ է իսկապես, բայց քանի որ մեր ժամանակը մի քիչ սահմանափակ է, ես իհարկե կարող եմ շատ երկար կեսել։ Շատ հետաքրքիր է, շատ շնորհակալություն։ Վերջում բայց ես մի քանի բլից հարցեր ունեմ տալու։ Okay, լավ։ Փորձենք։ Շուշ, եթե հնարավորություններ մեկին վերակենդանացնել, ով կլիներ։ Տատիկս։ Վերջին անգամ երբ ես եղել Արցախում։ Մի րոպե։ Արցախում եղել եմ 12 թվականին։ Իսկ պատմական որ ժամանակաշրջան եք ուզեիր տեսնել անձամբ։ Ասա չէի մտածել։ Նրանք չէի մտածել։ Բայց սա շատ հետաքրքիր է, պատմական որ ժամանակաշրջանը։ Երևի ռենեսանսը, վերածնունդը։ Ինչ հետաքրքիր կլիներ։ Հա, վերածնունդը։ Ինչ ասել եք ես համար գեղեցկություն հայկական ձևով։ Հայկական ձևով։ Այ ես հիմա վատ բան կասեմ, բայց ես չեմ ընկալում այդ ազգայնացված գեղեցկությունը։ Հա, գեղեցկությունը հոգու գեղեցկությունն է եւ դրա դրսևորումը։ Եվ ըստ իս, եթե փորձենք հայկական ձևով, այդ
հոգատարությամբ բարուրված գեղեցկություն, ես կարծում եմ, որ մենք հայերս հոգատար ենք։ Այդ մեր առանձնահատկությունն է, հա։ Թե չէ որպես գեղեցկություն ազգայնացված ես շատ չեմ ընդունում դա։ Ես մի քիչ այդ առումով բան եմ, ինտերնացիոնալ եմ։ Հա, շատ գնահատում եմ բոլոր ազգերի գեղեցկությունը։ Իսկ օրինակ օտարերկրացություն Հայաստանի մասին 3 նախադասություն, ոչ գովազդային նպատակ, իրականությունը ինչպես կպատմեիր։ Հայաստանի մասին 3 նախադասությամբ Ինչն է հետաքրքիր, որ ես միշտ խուսափել եմ ու իրոք դա կարևոր չեմ անում, օրինակ առաջին քրիստոնյա երկիր, որովհետև մեծ հաշվով դա մարդկանց, բայց կարևոր է նշել քրիստոնյա, որովհետև հաճախ մարդիկ չգիտեն, որ մենք քրիստոնյա ենք։ Համաձայն, գիտեմ, որ Թուրքիա եւ Իրանի կողքին է։ Այո, իրենք վստահ են, որ ոչ միայն Թուրքիա եւ Իրան, իրանք մեզ միանգամից տանում են դեպի արևելք, այսինքն միանգամից ամբողջ գնում ես դեպի ամբողջ, այո, այդ կողմը։ Խելացի եւ հոգատար մարդկանց երկիր, ովքեր չեն կարողանում համախմբվել, բայց կարողանում են սիրել։ Երևի մարդկանց մասին խոսեցի։ Ես ուղղակի վստահ եմ, որ ամեն երկիր, ամեն քաղաք, ամեն բան դա մարդիկ են, որովհետև մեծ հաշվով այդպես էլ կա եւ նույն երբ որ ասում ենք Գյումրի, մենք սիրում ենք այդ Գյումրու մարդկանց կոլորիտը, երբ որ ասում ենք Լոռի, սիրում ենք այդ լոռեցիների, այսինքն բնությունը իր հերթին, բայց մարդիկ են, չգիտեմ, ես երևի կդժվարանամ, ես այստեղ է, երբ որ ասում են, որ եթե մի բան չափազանց շատ ես սիրում, չես կարողանում, հա, ես չեմ կարա Օրինակ այս վերջերս մեր մոտ հյուրեր էին եկել եւ մեր մյուս ընկերը դրսից տարբեր երկրներից 4 տարբեր երկրներից այնքան sense ճտպտալով պատմում էր Շուշան դու ինչ կպատմես ասում ես այս ցույց կտամ ես նստածնում եմ մեքենան ու գնում էին գնացինք այստեղ գնաց սա տեսեք ես չեմ կարող պրոստը պատմեմ եկեք գնանք դուք ինքներդ տեսեք էլի եւ զգացեք դուք տեսեք եւ զգացեք զգալու երկիր է այո Շուշան, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եմ փոխադարձ։ Ես շատ շնորհակալություն, մերսի շատ։